Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Վարդանյան, դուք քիչ առաջ ասացիք, որ հիբրիդային պատերազմի հետ կապված իշխանությունները չեն տալիս Ռուսաստանի անունը, վախենում են, չեն տալիս հարաբերությունները փչացնելուց, թե չեն ուզում տան, որովհետև իրականում լավ հարաբերություններ ունեն, բայց դա պետք է, որ ընտրություններում նաև այդ հատվածի ձայները վերցնեն։ Էլի մեկ անգամ եւս դիմելով իշխող ուժին, մի վախեցեք, այդքան սարսափելի չի, Ռուսաստան, ասեք, Ռուսաստան, եթե սպառնալիք այդտեղից կա։ Չէ, ինչու չեն տալիս, թողնելով իրենց մանևրելու հնարավորություն, կրկնում եմ, որ գնան Բրյուսել, աջակցություն փորձեն ստանալ, մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան, աջակցություն փորձեն ստանալ, ասելով, որ չէ, այն հայտարարությունները, որ անում ենք, դա ձեր դեմ ուղղված չի։ Այսինքն, տեսնում ենք, որ որևէ հարցում, սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն, չկա սկզբունքայնություն, չկա հետևողականություն, կա խաբել։ Միայն խաբել, չեն տալիս, որպեսզի չլինի որևէ կոնկրետություն, չեն տալիս, որպեսզի այն, եթե ուղիղ մատնանշեն, բնական է, որ դրան պիտի լինի հակազդեցություն։ Այսինքն արձագանք պիտի լինի, հակազդեցությունը սխալ բառ է, արձագանք պիտի լինի։ Հիմա ինչու չեն տալիս, ինձ թվում է իրենց պետք է ուղեք, այստեղ բրիֆինգի են, կարելի է հարցնել, հասկանում եք, արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել, ասել է կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտությամբ փորձ ենք արձանագրել։ Հիմա երկրի անունը չտալը ո՞րն է, այսօր Հարի Փոթերը չի, որտեղ Վոլդեմորտի անունը չեն տալիս։ Էս է ընդհանուր պատկերը։ Անհետ կորածների հարազատները մի քանի օր է պահանջում են 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը։ Ինձ հետաքրքիր է ձեր խմբակցությունից շփումներ եղել են հարազատների հետ եւ որքանով եք հնարավոր համարում, որ այդ զեկույցը կքննարկվի օրինակ փակ ձևաչափով անհետ կորածների ծնողների հետ, հաշվի առնելով, որ արդեն ազգային ժողովում կազմակերպվել են նման փակ հանդիպումներ։ Շնորհակալ եմ հարցի համար, առիթից օգտվելով անդրադառնամ 3 տեղի ունեցած միջադեպին։ Բառացիորեն մի քանի րոպե առաջ մենք հանդիպել էինք ծնողների հետ, իմ գործընկերները տարբեր, ովքեր դուրս էին եկել նույն մուտքից եւ լսել էինք նույն պահանջները, լսել էինք նույն հարցերը եւ բնականաբար չէր եղել այն արձագանքու միջադեպը, որը 3 տեղ ունեցավ ԱԺ նախագահի հետ, որը պարբերաբար բնույթ է կրում։ Այսինքն այստեղ էլ կարող ենք տեսնել տարբերությունները։ Ոչ միայն 3 այս անցնող օրերին իմ գործընկերները հանդիպել են ծնողների հետ, 3 իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանը բարձրաձայնել է այդ հարցը եւ առիթից օգտվելով կրկնեմ մեր պաշտոնական դիրքորոշումը։ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող, հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մենք չենք մասնակցել, որովհետեւ ասել ենք, որ Անդրանիկ Քոչյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել եւս օբյեկտիվ գնահատականներ տալ դրանց։ Այդ հիմնավոր մեկնաբանությամբ չենք մասնակցել, բայց արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է՝ «Այ ես գալիս եմ, այստեղ ժամերով զեկույց եմ տալիս, ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել», ակնարկել է, որ ընդդիմադիրներն են մեղավոր։ Այսինքն այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում, այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում, եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ Մենք դրա համար 3 իմ գործընկերը բարձրաձայնել է այդ հարցը, գործընկերուհի Աննա Գրիգորյանը ու անհետ կորածների ոչ միայն հարազատների, այլ ընդհանրապես ավելի շատ հարցեր է առաջացնում, ի վերջո իրենք իսկ իրենց ստացած փաստաթուղթը ինչու են ծածկադմփոց անում ու այդպես շահագրգիռ, որ դա որևէ տեղ չդրսևորվի, որևէ կերպ չքննարկվի։ Սա ոչ թե հարցերի է պատասխանում, այլ ավելի շատ հարցեր է առաջացնում։ Ընդդիմադիր բևեռից հնչող հայտարարությունների եւ դրան ի արձագանք ձեր թիմի որոշ ներկայացուցիչների կոշտ հակադարձություններին Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Տիկին Գոհար Մելոյանը վերջերս Free News-ի եթերում, եթե չեմ սխալվում, անդրադառնալով խորհրդարանում հնարավոր գործակցության մասին, ընդդիմադիր ուժերի միջև կոալիցիաների ձևավորման թեմային, ասել էր, որ բացառում է Ուժեղ Հայաստանը
Ռոբերտ Քոչյանի հետ գործակցություն, այսինքն վարչապետի տեխնացու, եթե առաջադրվի ձեր քաղաքական ուժի լիդերը, նրանք չեն քվեարկի պարոն Ռոբերտ Քոչյանի օգտին։ Հետո ձեր թիմից շատ կոշտ արձագանքեցին Մելոյանի այդ հայտարարությանը, խնդրում եմ պարզաբանել, եթե ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն լինի Սամվել Կարապետյանը, դուք Հայաստան դաշինքը կքվեարկի նրա օգտին, թե ոչ։ Մի քիչ դեպքերից առաջ անցնենք։ Այս ինտրիգների կանխատեսում չի դադարում, շնորհակալություն հարցի համար, շատ ուղիղ պատասխան եմ, մենք հայտարարել ենք, հիմա էլ կրկնում եմ հայտարարությունը, մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Հայաստանում պետք է այո իշխանության կա մարդը, ով ամենաշատ վստահություն քվեն է ստացել ժողովրդի կողմից, եւ մենք այդ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Եթե որևէ ուժ առանց մասնավորեցնելու հայտարարում է, որ եթե իրենից է կախված լինելու փոփոխությունը ու ինքը այդ քայլին չի գնալու, մեր հակազդեցությունը կամ մեր ազդեցությունը պետք չի թող քաղաքացիների առջև պատասխան տա։ Որևէ խնդիր չենք տեսնում։ Մենք ասում ենք, եթե մեզնից է կախված լինելու փոփոխությունը, մենք բնականաբար չենք առաջնորդվելու, որ պարտադիր մեր տեխնացուն պետք է լինի վարչապետ։ Առաջնորդվելու ենք, որ լինի փոփոխություն։ Եթե որևէ այլ ուժ ունի այլ տրամաբանություն, ինքը դրա համար պիտի մեր արժև չէ, հանրությանը պատասխան տա, որ գիտեք այս պատճառներով թող հանրությունը դատի որքան հիմնավոր կարող է լինել փոփոխություն, բայց մենք չգնացինք այդ քայլին։ Սա է մեր դիրքորոշումը, ամեն քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը։ Ռոբերտ Քոչյանն ասում է, օրինակ ամենափորձառու տեխնացուն ես եմ, ճգնաժամային իրավիճակներում կառավարությունը եկել է արդեն ժամանակը։ Ամբիցիաների խնդիր չկա, ամեն տեխնացու ներկայացնում է իր ուժեղ կողմերը, երկրի ղեկավար պետք է լինի այն անձը, ով կստանա ամենաշատ քվեները մեր հանրության կողմից։ Շնորհակալություն։